ձեր թույլտվությամբ մի կարճ հանգամանք նշեմ, այնուհետև սիրով նաև ձեր հարցերին կպատասխանեմ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղ բանտարկյալ հանդիսացող մեր գործընկերը Դավիթ Ղազինյանը հանդիպել է հերթական իրավունքի նկատմամբ նսեմացնող, ինչ որտեղ ծաղրող վարքագծի։ Ներկայացնեմ շատ հստակ ինչ է տեղի ունեցել։ Քննչական մարմինը, դատախազությունը քաջատեղյակ լինելով, որ այսօր Դավիթ Ղազինյանը ձեռք է բերելու ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը, հասցրել են կայծակնային, ռեկորդային, աննախադեպ արագությամբ գործը ուղարկել դատարան։ Այն պարագայում, որ բոլոր տվյալները փոխանցվել էին թե քննչականին, թե դատախազությանը։ Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանը անձամբ ներկայացել էր նախաքննական մարմնին, երբ դեռ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չկար։ Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանի դեպքում դատարանը միակ ռիսկը, որ տեսել էր մի գործի շրջանակներում, որտեղ նյութ չկա, դա իբրև խոչընդոտելու ռիսկն էր։ Պատկերացրեք նախաքննության ավարտը ինչ է, չէ իրենից ենթադրում, որ այդ ռիսկը ուզես չուզես պետք է նվազի։ Բայց Դավիթ Ղազինյանի դեպքում նաև, չնայած նրան, որ մենք միջնորդել ենք, որ վերջինս հարցաքննվի, որ եթե կա այդ խոչընդոտելու ռիսկը իրենց պատկերացրած, առերեսում տեղի ունենա, ոչ մեկը չեն արել։ Ինչի չեն արել, որ մինչև այս նիստը գործը ամեն կերպ ուղարկեն դատարան, որ երբ այս նիստը ավարտվի եւ մեր ձեռքի տակ լինի այլևս արձանագրությունը նրա վերաբերյալ, որ Դավիթ Ղազինյանը падգամավոր է եւ չի կարող լինել կալանավորված, վերջիններս ասեն իրենք լիազորություն չունեն։ Այսինքն գործը արդեն դատարանում է եւ դատախազը չունի լիազորություն վերացնելու կալանքը։ Սա իսկապես ամփոփեմ խոսքս, սա աբսուրդի նոր նշաձող է։ Մյուս հանգամանքը, որ ուզում եմ նշեմ, տեղի է ունենալու այսօր ժամը 17:00-ին։ Դուք երևի թե ԿՀ օրակարգը ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն։ Ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։